Արտակարգ իրավիճակ է Սյունիքում, տեղումների ինտենսիվության պատճառով գետերի ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է, հանգեցնելով փլուզումների։ Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցում սելավատարի պատնեշի փլուզման հետևանքով ջրի հոսանքով բերված իրերը լցվել են ավտոճանապարհին, ինչի պատճառով կան արգելափակված ավտոմեքենաներ։ Փրկարար ծառայության ստորաբաժանումները այս պահին համապատասխան աշխատանքներ են իրականացնում տեղում ճանապարհը մաքրելու եւ տրանսպորտային միջոցները դուրս բերելու համար։ Սյունիքի մարզպետի փոխանցմամբ պատկան մարմինները անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի եւ մարզի ողջ տարածքում իրականացվում են օպերատիվ միջոցառումներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման երկրորդ փուլին։ Փաշինյանը ավելի քան 9 րոպե ուսումնասիրել է ընտրաթերթիկը, նշել իրեն հավատարիմ ՔՊԱ-կան 30 անդամներին ու հեռացել։ Վարչապետը հրաժարվել է մամուլի ասուլիս տալ, փոխարենը առաջարկելով առանց տեսախցիկների ու ձայնագրիչների շփվել լրագրողների հետ։ Վրաստանից Հայաստան եկող գազային խողովակաշարի գրեթե 6 կիլոմետրանոց հատվածը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի, այս մասին հայտնել է Սպուտնիկ Գրուզիան։ Խողովակաշարը կտեղափոխվի մի քանի կիլոմետր եւ կմիանա հայկական կողմում նոր կառուցված հատվածին։ Փոփոխման պատճառը 1990-ականներին ականապատված տարածքն է, որը չի համապատասխանում անվտանգության նվազագույն չափանիշներին։ Սա նշանակում է, որ տեղափոխվում է ոչ թե ամբողջական գազատարը, այլ միայն խնդրահարույց հատվածը։ Դիմումն արդեն ներկայացվել է Վրաստանի բնական պաշարների նախարարության համապատասխան վարչություն։ Վրաստանից եկող գազատարը Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարման հիմնական ուղիներից մեկն է։ Իրական առաջնորդը նա է, ով երկիր եկամուտ բերող ծրագրեր է ներկայացնում, այլ ոչ թե օրական 3 միլիոն դոլարի նոր պարտք կուտակում։ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում իրենց համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Սամվել Կարապետյանի առաջնորդած կուսակցության ներկայացուցիչները Սիսիանում եւ Գորիսում էին տեղի բնակիչների ներկայացնելու Հայաստանի ապագա վարչապետի զարգացման տեսլականն ու ուժեղ խաղաղության բանաձևը։ Գորիսում կայացած հանդիպման ժամանակ բնակիչների հետ քննարկվել է երկրի առջև ծառացած անվտանգային ճգնաժամը։ Կարապետյանը զուգահեռներ է անցկացրել ներկայիս թույլ խաղաղության եւ իրենց առաջարկած հայեցակարգի միջև, նշելով, որ միայն տնտեսապես հզոր ու սեփական շահերը պաշտպանող պետությունը կարող է հավասարը հավասարի պես խոսել հարևանների հետ։ Ըստ նրա, այսօրվա իշխանությունը որդեգրել է գլուխ կախելու քաղաքականություն, որը հանգեցնում է կորուստների։ Թույլ խաղաղությունը դա այն խաղաղությունն է, որ մենք մեր դուռը բացում ենք հակառակորդի ազգի ներկայացուցիչների առաջ։ Երբ որ մենք դուռը բացում ենք իրենց Հայաստան գալու առաջ։ Հարևան երկրի ղեկավարը բազմաթիվ անգամ ասել է, որ իրենք պետք է գան։ Որտեղ բոլոր պահանջներ, այլ պահանջ չկա, որ ունենա ինքը։ Ինչ ուզել է, ստացել է, հիմա վերջի մի հատ նոր պահանջ է մտածել, որ այստեղ պետք է գան իր այն մարդիկ, ովքեր Գորիսում երբեք չեն ապրել։ Ու գան սերմ դնեն Հայաստանում։ Դա թույլ խաղաղությունն է։ Աշխատանքային հաջորդ կանգառը Սիսիանն էր։ Այստեղ Նարեկ Կարապետյանը բնակիչների հետ զրույցում մանրամասնել է, թե ինչու է Սամվել Կարապետյանը որոշել ստանձնել երկրի կառավարման պատասխանատվությունը եւ ինչպես է պատկերացնում տնտեսական վերելքն ու մարզերի համաչափ զարգացումը։ Այլընտրանք ունենալով ուղղակի հանգիստ կյանք ապրելու Սամվել Կարապետյանը որոշել է չանի հանգիստ կյանք չապրի, մտնի սրա տակ ու փորձի փոխել։ Ու փոխելա։ Ով այդ փորձը ունի, որ Հայաստանը կհանի աղքատությունից։ Որևէ մեկը չկա, որ տնտեսական անցյալ ունենա, այնպես որ տասնյակ հազարավոր մարդկանց հետ աշխատած լինի, իմանա ոնց է այդ աղքատությունը վերջը հաղթարվում։ Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողություն բումերանգի նման հարվածելու է հենց հարձակվողներին։ Նախազգուշացրել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Ակբար Վելայաթին։ Նա նշել է, որ Պարսից ծոցի աշխարհագրական դիրքը թույլ չի տա ագրեսորներին խուսափել հետևանքներից, եւ Իրանի անվտանգությանը սպառնացողները մեծ վնասներ կկրեն։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թուրքիայի իր գործընկեր Հական Ֆիդանի հետ հեռախոսով քննարկել է տարածաշրջանային սուր լարվածությունը եւ ԱՄՆ-ի իսրայելական ագրեսիվ գործողությունները։ Արաղչին շեշտել է, որ Վաշինգտոնի վարքագիծը հակասական է։ Նրանք եւ բանակցություններ են առաջարկում եւ լրացուցիչ զորք ու տեխնիկա են բերում տարածաշրջան Իրանի դեմ նոր հարձակումների համար։
Նախարարը հստակեցրել է, թե Իրանը չի սկսել այս հակամարտությունը եւ միայն պաշտպանում է իր ինքնիշխանությունը, ակնկալելով, որ միջազգային հանրությունը կդատապարտի հանցագործությունները։ Հրապարակվել են կադրեր, թե ինչպես է կործանվում Հորմուզի նեղուցով առանց թույլտվության անցնել փորձող նավթատարը։ Քուվեյթի օդակայանում խոշոր հրդեհ է բռնկվել, երբ անօդաչու սարքերը հարվածել են նավթատար տանկերներին։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածել են Ղոդս քաղաքի ստորգետնյա օբյեկտներին, կիրառելով հակաբունկերային ռումբեր։ Ի պատասխան ԻՀՊԿ-ն հայտարարել է, ամերիկյան եւ սիոնիստական վախկոտ ուժերը, չունենալով իրենց ռազմական բազաները պաշտպանելու քաջություն կամ կարողություն, իսլամական զինյալների կրակային հզորությունից վախենալով փորձում են քաղաքացիական օբյեկտներն ու քաղաքացիներին օգտագործել որպես կենթանի վահաններ։ Պահապանների կորպուսը նաեւ կոչ է արել լքել այն տարածքները, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժեր, հնարավոր հարվածներից խուսափելու համար, նշելով, որ դրանց վերացումը Իրանը համարում է իր պարտականությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե իրանական կառավարության խնդրանքով հետաձգում է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքի ոչնչացումը 10 օրով, մինչև ապրիլի 6-ը։ Չնայած Իրանի արտգործնախարարը հերքել էր կողմերի միջև բանակցությունների մասին հայտարարությունները, Թրամփը շարունակել է պնդել, թե Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև բանակցությունները հաջողությամբ շարունակվում են։ Էներգետիկ ենթակառուցվածքներին գուցե հարվածներ չեն հասցվի, բայց Թեհրանը շարունակում է մնալ հրթիռակոծությունների թիրախում։ Մայրաքաղաքի մի քանի շրջաններում հոսանք չկա։ Այս հարվածներին հաջորդել է Իրանի պատասխանը։ Իսրայելում կրկին միացել են օդային տագնապի ազդանշանները, լսվել են պայթյունի ձայներ երկրի տարբեր քաղաքներում։ Այս ամենի ֆոնին իրադարձությունները զարգանում են նաև Հորմուզի նեղուցում։ 2 շաբաթ առաջ հարձակման ենթարկված Մայուրե Նարե նավը խորտակվել է իրանական Քեժմ կղզու մոտ։ Ռմբակոծությունն է եղել պատճառը, թե այլ հանգամանքներում է դա տեղի ունեցել, հայտնի չէ։ I'm here on behalf of the United States of America. I look forward to meeting with them. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ G7-ի Վաշինգտոնի դաշնակիցները պետք է հետաքրքրված լինեն Հորմուզի նեղուցում լիարժեք նավագնացության վերականգնմանը նպաստելու հարցում։ Նրանց շահերից է բխում օգնելը։ Մյուս երկրներն այնտեղից անհամեմատ ավելի շատ նավթ են ստանում, քան մենք, ասել է Ռուբիոն։ Նա միաժամանակ ուղիղ չի պատասխանել այն հարցին, թե ինչ օգնություն կարող է լինել դա։ Ես այդ մանրամասները կթողնեմ պաշտպանության նախարարությանը, նշել է պետքարտուղարը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը չունի ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ենթադրաբար տեղի ունեցող բանակցությունների մանրամասները։ Նա նշել է, որ եթե այդ քննարկումների նպատակը ռազմական գործողությունները դադարեցնելն է, Մոսկվային միայն ողջունում է նման քայլը։ Չնայած շրջանառվող լուրերին ռուսական կողմին դեռևս հայտնի չեն այլ բանակցությունների կոնկրետ կետերը։ Պեսկովը մեկնաբանել է նաև հյուսիսային հոս գազատարների նկատմամբ միանձնյա վերահսկողություն հաստատելու Ամերիկայի ձգտումները։ Նա շեշտել է, որ ԱՄՆ-ի վերահսկողություն սահմանելու ցանկությունն ակնհայտ է։ Գազատարները պայթեցվել էին 2022 թվականին, ինչը ըստ ներկայացված տեղեկությունների տեղի էր ունեցել ուկրաինական հետախուզական ծառայությունների մասնակցությամբ։ Սլովակիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ։ Ազատություն եւ համերաշխություն կուսակցության առաջնորդ Բրանիսլավ Գրիոլինգի ներկայացրած հայտարարության հիման վրա։ Հետաքննության հիմնական պատճառը վարչապետի որոշումն է՝ դադարեցնել Ուկրաինայի էլեկտրամատակարարումը։ Գրիոլինգը վարչապետին մեղադրում է մի շարք ծանր հանցագործությունների համար, այդ թվում պետական դավաճանության, պաշտոնեական դիրքի չարաշահման, անմարդկայնության եւ հնարավոր ահաբեկչության համար։ Ըստ քաղաքական կորչի Սա Սլովակիայի պատմության մեջ ամենազանգվածային քրեական բողոքն է, քանի որ դրան արդեն աջակցել է ավելի քան 13,000 քաղաքացի։ ԱՄՆ թղթադրամներն այս ամռանից կկրեն նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը, հայտնել է Reuters գործակալությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ սա առաջին դեպքն է, երբ գործող նախագահը ամերիկյան թղթադրամ է ստորագրում։ Նոր թղթադրամները թողարկվել են ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ։ 165 տարվա ընթացքում առաջին անգամ այս թղթադրամները չեն պարունակի ԱՄՆ գանձապետի ստորագրությունը։ Հայտնի է, որ Թրամփի եւ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի ստորագրություններով առաջին $100 անոցները կտպագրվեն հունիսին։ Պրահայում
անհայտ անձիկ հարձակվել են ռուսական տուն մշակութային կենտրոնի վրա։ Շենքի ուղղությամբ նետել են 6 մոլոտովի կոկտեյլ։ Բարեբախտաբար դրանցից միայն 3-ն են պայթել, ինչի արդյունքում հնարավոր է եղել խուսափել մեծ հրդեհից եւ զոհերից։ Կենտրոնի ղեկավարության խոսքով, եթե բոլորը պայթեին, շենքից ոչինչ չէր մնա։